20-րդ դարի 70-ական թվականների վերջին մամուլում հայտնվեցին բավականին յուրօրինակ լուսանկարներ, որոնք արվել էին հրեական ծագում ունեցող բանկիրների, Ռոթշիլդների տոհմական կալվածքում տեղի ունեցած տոնակատարության ժամանակ։ Լուսանկարներում պատկերված էր հասարակության վերնախավը, չափազանց տարօրինակ զգեստներով։ Դա տեղի էր ունեցել Ռոթշիլդների ֆրանսիական կալվածքում Շատո դե Ֆերիեում։ Սա իլումինատների կամ այլ կերպ ասած լուսավորյալների դիմակահանդես երեկույթ էր։ Հավաքույթը բարոն Գի դե Ռոթշիլդի կինը Մարի Հելեն դե Ռոթշիլդը նշանակել էր 1972 թվականի դեկտեմբերի 12-ին, երբ նրա խոսքերով ձմեռային արևադարձին նախորդող խաբարը ուժ է հաղորդում նվիրյալներին։ Միջոցառմանը հրավիրված էր ժամանակի ողջ բոմոնդը, արյան և փողի արիստոկրատիայից մինչև հայտնի դերասանների ու նկարիչների բոհեմը։ Հրավիրված էին նաև ֆրանսիական մասոնական օթյակների կարկակով։ Ի դեպ, հենց այստեղ է նկարահանվել Ռոման Պոլանսկու Դիվային 9-րդ դարպաս ֆիլմը։ Ամրոց մտնելիս հյուրերը պետք է բարձրանային գլխավոր սանդուղքով, որտեղ նրանց սպասում էին կատուների հագուստով ծառաները։ Այնուհետև յուրաքանչյուր հյուր մտնում էր բազմաթիվ շրջադարձերով լաբիրինթոս, այնպես որ անպայման մոլորվում էր դրա միջանցքներում։ Հյուրերին որսում էին ծառակատուները և դուրս բերում գլխավոր դահլիճ, որտեղ նրանց դիմավորում էր հենց ինքը, միջոցառման տանտիրուհի Մարի Ռոթշիլդը, երկնագույն զգեստով և եղջյուրավոր եղնիկի հսկայական դիմակով, որը զարդարված էր իսկական ադամանդներով։ Այնուհետև հյուրերը կանչում էին Բաֆոմետին, տաճարական ասպետների Սև Աստծուն, կամ այլ կերպ ասած, Սատանային։ Գլխավոր ուշադրությունը հատկացված էր հյուրերի հագուստներին։ Օդրի Հեփբորնը ուսերին թռչնի վանդակ ուներ, որպես գիտակցության ստրկացման չարագուշակ խորհրդանիշ։ Բարոն Ալեքսիս դե Ռեդենը գլխին կրում էր մի քանի դեմքով վարպետորեն պատրաստված դիմակ, ինչը Տիցիանի հայտնի կտավի յուրօրինակ այլաբանությունն էր։ Հելեն Ռոշան գլխին կրում էր հսկայական գրամոֆոն։ Կարելի է նկատել նաև խնձորի տեսքով դիմակ, որը հղում էր Ռենե Մագրիտի Մարդու որդին կտավին։ Իսկ ինչ-որ մեկը հարմարացրել էր Մոնա Լիզայի դիմակներից վերցված շրջանակը։ Դժվար է չհամաձայնվել, հագուստները տպավորիչ էին։ Հյուրերը վարպետորեն համադրել էին իրենց կերպարներում բոհեմության շքեղությունը և խենթ սյուրռեալիզմը։ Ճաշասրահի ձևավորումն առանձին նկարագրության է արժանի։ Ռոթշիլդները չէին սահմանափակում իրենց երևակայությունը և որոշել էին մարմնավորել իրենց բոլոր, նույնիսկ ամենախենթ գաղափարները։ Եվ յուրաքանչյուր հյուրի առջև սեղանին դրված էին սև մորթիով պատված ափսեներ, իսկ որպես զարդարանք ուտեստների արանքում կարելի էր տեսնել անդամահատված տիկնիկներ։ Դրանք ընկալվում էին որպես սատանայական ծեսերի խորհրդանիշներ։ Կային նաև խաղալիք կենդանիներով տարօրինակ տեսարաններ և նույնիսկ երբեմնի կենդանի արարածների խրտվիլակներ։ Իսկ ամենասարսափելին, սեղանի կենտրոնում թարմ վարդերի մահճի վրա դրված էր մերկ կնոջ մանեկեն։ Չնայած որ պետք է երեկույթը գաղտնի մնար, որոշ լուսանկարներ այնուամենայնիվ հայտնվեցին համացանցում։ Իսկ ինչպես կարող էին տոնակատարության լուսանկարները հայտնվել այդտեղ։ Ինչպես հիշում եք, դրանով զբաղվում էր Ալեքսիս ֆոն Ռոզենբերգը, արվեստի սիրահար և եվրոպական խոշորագույն բանկիրական ընտանիքներից մեկի շառավիղը։ 70-ականների վերջին ֆոն Ռոզենբերգը վիճեց Ռոթշիլդների հետ և ի նշան վրեժխնդրության հրապարակեց այդ լուսանկարները, տալով դրանց չարագուշակ մեկնաբանություններ։ Բարոնը պնդում էր, որ տոնակատարության ժամանակ սատանային զոհաբերել են մի տիկնիկ, որը նմանակում էր վարդերի մեջ պառկած աղջկա։ Բացի այդ, ըստ նրա, երեկույթի ժամանակ նույնիսկ թմրանյութեր են օգտագործել։ Իսկ երեկույթն ավարտվել է այլասերված սեռական հարաբերություններով, որտեղ ոչ ոք չէր նայում իր գործընկերոջ սեռին։ Ռոթշիլդները նրան հոգեկան հայտարարեցին, և շուտով նա սնանկացավ։ Եվ եթե հիմա վերադառնանք չարագուշակ մեկնաբանություններին և ուշադիր դիտենք լուսանկարները, մենք կտեսնենք բավականին ձանձրալի միջոցառում, նվիրված Հելոուինի տոնին, որտեղ գլխավոր աստղը Սալվադոր Դալին էր։ Նա խաղում էր իր սովորական դերը, սրում էր բեղերը, դուրս էր պրծեցնում աչքերը
եւ ընդունում թատերական կեցվածքներ։ Մասնակիցների մեծ մասը հարգարժան եւ տարեց մարդիկ էին։ Նրանք իրենց պահում էին որպես թատերական ներկայացման պասիվ մասնակիցներ, նույնիսկ չփորձելով համապատասխանել իրենց հագուստներին։ Կարճ կերպով ասած, սա ուղղակի սովորական երեկույթ է եղել, բայց իհարկե լրագրողների համար փակ տոնակատարությունից ստացած այս պատահական տեղեկատվությունն այնքան արժեքավոր էր, որ նրանք դա օգտագործում են արդեն 4 տասնամյակ։ Մինչև օրս սրա մասին վատ մեկնաբանություններով են խոսում։ Հենց այս երեկույթն է հետագայում ամերիկացի ռեժիսորը օգտագործել նախատիպ իր լայն փակված աչքերով ֆիլմում, որը 1999 թվականին է նկարահանվել։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչ եք կարծում այս երեկույթի մասին։